ես որպես ռադիոլոգ կայացել եմ այդ կենտրոնում։ Իմ շատ սիրելի ղեկավար Անի Հակոբյանի մոտ, գիտեք, բժիշկներ ամենավատ պացիենտներն են։ Վահանաձև Գեղձի սոնոգրաֆիան ինքը իրանով յուրահատուկ է, որովհետև ոչ մի այլ ոչ MRT-ն, ոչ ԿԱՏ-ն չեն կարող մեզ այդքան ինֆորմացիա տալ, ինչքան սոնոգրաֆիկ հետազոտությունը։ Սոնոգրաֆիան Վահանաձև Գեղձի համար անփոխարինելի է։ Վիրաբույժների կռիվը ռադիոլոգների հետ դա ճիշտ ախտորոշեք եւ դա իրականում շատ կարեւոր է լավ թիմ ունենալ ու լավ թիմով աշխատելը։ Ֆունկցիոն բիոպսիայից հետո բավականին սկսում է, վայ մենք դեմ ենք, մենք չենք կարող, մենք լսել ենք, որ դա վատ բան է, դա տարածվում է, կամ եթե զգում եմ շատ sense խոճապահար վիճակում են, ասում եմ, ես ձեզ մոտ ձեր դեմը կանգնած եմ մի մարդ, ով պապիլար կարցինոմա է, վիրահատված է, տեսնում եք ամեն ինչ նորմալ է, աշխատում եմ, ապրում եմ, ոչինչ ինձ հետ չի եղել ու հավատացեք շատ մարդկանց դա sense թափեցնում է, իրենք որովհետև չեն պատկերացնում, որ բժիշկն է կարող է հիվանդ լինել։ Վահանաձև Գեղձի ախտահարումները բավականին դժվար է ախտորոշել այն առումով, որ իրանք գանգատները շատ առօրյա գանգատներ են։ Ճիշտ եք ասում։ Հոգնածություն, թուլություն, սրտխփոց եւ այլն։ Ողջույն, ձեզ հետ է ձեր լավ բժիշկ Դավիթ Միրզյանը, ով վերջապես կողմնորոշվել եւ իր նեղ մասնագիտությունն է ընտրել մաշկաբանություն եւ սեռավարակաբանություն։ Այսօր մենք ունենք շատ հրաշալի եւ հետաքրքիր հյուր։ Մեր ոդքասթի հյուրն է այսօր Da Vinci բժշկական կենտրոնի բժիշկ ռադիոլոգ բժշկուհի Էլեն Խնկոյանը։ Բարև ձեզ բժշկուհի ջան։ Բարև ձեզ։ Շատ մերսի, որ եկաք մեզ մոտ հյուր։ Ես եմ շնորհակալ։ Մենք խոսում ենք միջև կադրը, միջև սկսելը հետաքրքիր թեմաներից, հենց մասնագիտական կողմնորոշման, մասնագիտության ընտրության հետ կապված, կուզեմ դուք ասեք, ձեզ մոտ ոնց ստացվեց, որ ընտրեցիք բժշկությունը որպես մասնագիտություն, հետո նաև նեղ մասնագիտություն ռադիոլոգիան։ Բժշկությունը երբ թե միշտ եմ երազել բժիշկ դառնալ, անգամ փոքր երեխա տարիքում միշտ որ խաղում ենք, ես բժիշկն էի, արդեն բոլորը գիտեին, ու երբ մասնագիտության հարց արդեն առաջացավ, թե ինչ պետք է վերջնական ընտրեմ, արդեն բոլորը գիտեին, որ կողմնորոշվել եմ, որ բժշկական եմ դիմելու, բայց նեղ մասնագիտականը շատ եմ ասել այս մասին, կրկնվեմ, ավելի շատ դեր է խաղացել այդ փոքր ցիկլեր էինք որ ունենում, գնում ենք ամեն 2 ամիս, 3 ամիս նեղ մասնագիտական, շատ դուրս եկավ հենց ռադիոլոգիան, մենք անցնում ենք մամոգրաֆիայի բաժանմունքում ու ավելի շատ ոնց որ դա դեր խաղաց ու հետաքրքիրն այն է, որ շատ սիրեցի հենց մամոգրաֆիան եւ ճակատագրի բերումով հենց այնտեղ էլ 11 տարի աշխատեցի։ Հրաշալի։ Այո։ Շատ հետաքրքիր զուգադիպություններ ընդհանրապես իմ կյանքում եղել է ու մինչեւ հիմա էլ կա, որի համար նաեւ Աստծուն եմ շնորհակալ։ Ռադիոլոգիան երևի թե լավ մասնագիտություններից այսպես ասեմ, որ եւ ինչու ընտրեցի, որ կնոջախ չկա համար այդ հերթապահությունները, որ չկան, հետո հիվանդի հետ ավելի կարճ շփում եւ իր կարեւորությունը շատ է։ Այո։ Ճիշտ ախտորոշումը, բուժման ճիշտ գրավականն է, բոլորս գիտենք։ Այդպես եղավ։ Շատ տրամաբանական ճանապարհ էր։ Իրականում շատ ճիշտ եք ասում, որ ռադիոլոգիան շատ կարևոր եւ շատ հետաքրքիր, ամենակարևորը եւ նաեւ կյանք, անձնական կյանք եւ աշխատանքային կյանք համատեղելի է լինում։ Բավականին համատեղել է։ Եթե ես մաշկաբանություն չընտրեի, ես ռադիոլոգ էի, ես տարբերակը դիտարկում ճիշտ է։ Ամենաշատ արդյունատորաներն են։ Այս տարի կարծեմ մի 60 հոգի դիմել է բան ռադիոլոգիա։ Ավելի շատ, քան մաշկաբանները, պլաստիկ վիրաբույժները ու նաեւ գինեկոլոգները շատ են այս տարի, բայց ես չէ լավ, ես կգնամ մաշկաբան։ Իսկ ինձ կասեք ձեր մասնագիտական ճանապարհի ընթացքում հանդիպած դժվարությունները, որ ռադիոլոգ դառնալու ճանապարհին ինչ դժվարություններ կար եւ նաեւ այդ ճանապարհին ռադիոլոգիան շատ մեծ մասնագիտություն է։ Կան նեղ ճյուղեր, դուք ոնց որոշեցիք նեղ ուղղությունը որպես ուլտրաձայնային հետազոտություն ընտրեք, մամոգրաֆիան արեցիք, հետո ուլտրաձայն, հիմա ոնց որ կուզեմ պատմեք էլի ոնց ստացվեց այդ
ընտրությունների պահ։ Էլի շատ հետաքրքիր ստացվեց, ոնց ստացվեց։ Դե մամոգրաֆիայի, որ ես շատ հավանեցի այդ մասնագիտությունը, ռադիոլոգիան ավարտեցի եւ ռադիոլոգիան ավարտելուց հետո արդեն դիմեցի հայ-ամերիկյան կենտրոն աշխատանքի համար եւ այնտեղ 1 տարի փորձաշրջան, կարելի ասել ոնց որ ինտերնատուրա։ Հիմա դա ուղղակի այն ժամանակ, մեր ժամանակ դեռ չկար ինտերնատուրա, ուղղակի փորձաշրջան, առանց փորձի բնականաբար ոչ մեկ չէր ընդունում եւ բոլորս շատ լավ գիտենք, որ նոր ավարտած մասնագետը ինչ որ դժվար թե ունենա մեծ փորձ եւ գիտելիք, ինչու ոչ, որպեսզի աշխատի անմիջապես միանգամից հիվանդների հետ եւ 1 տարի պահանջվեց ինձ, որպեսզի ես ապացուցեմ, որ ես արժանի եմ այդտեղ աշխատելու եւ փառք Աստծո ինձ վերցրեցին, ես 11 տարի աշխատել եմ այնտեղ, ես որպես ռադիոլոգ կայացել եմ այդ կենտրոնում։ Իմ շատ սիրելի ղեկավար Անի Հակոբյանի մոտ եւ ասեմ շատ մեծ նշանակություն ունի թե դու քո ճանապարհը որտեղից ես սկսում։ Այդ մեծ հոսքը հիվանդներ ինչ որ այնտեղ կար, շատ քիչ տեղ կար։ Եվ ամենակարևորը դու պետք է ունենաս լավ ուսուցիչ, ով քո մեջքին կանգնած է եւ միշտ քեզ ուղղորդում է, այսինքն քո սխալները կարողանաս դու տեսնես, հաջորդ անգամ որ այդ սխալները չանես, բնականաբար բոլորս էլ կարող ենք սխալվել, բժիշկը նույնպես անսխալ չէ։ Եվ այդ ճանապարհը այդպես սկսվեց 11 տարի երկար, բայց շատ պրոդուկտիվ աշխատեցի այնտեղ։ Հետո ունեցա առողջական որոշակի խնդիրներ Վահանաձև գեղձի հետ կապված։ Ունեցա խնդիր, քաղցկեղ, որից հետո, բայց հիմա արդեն ժպիտով եմ նայում այդ ամենին։ Եվ էլի ճակատագրի բերումով ինձ վիրահատեց Լևոն Մաքսիմի Մխիթարյանը, որի հետ կանչելու ենք մենք Լևոն Մաքսիմին, պիտի կանչենք։ Ու ասեմ, ինքը ինձ չէր ճանաչում ընդհանրապես, ինքը ընդհանրապես իմ դիագնոզներն էր տեսել, ու երբ որ ես գնացի իր մոտ, ասես կարդաց, ասեց, «Հա, դու ես Խնկոյանը»։ Եվ այդպես շատ արագ կազմակերպեց իր վիրահատությունը, որովհետև գիտեք, բժիշկները ամենավատ պացիենտներն են։ Վիրահատությունից հետո արդեն այնտեղ ռադիոթերապիա եւ այլն։ Այդ ժամանակ իմիջիայլոց Հայաստանում չկար ռադիոթերապիա։ Մի խոսքով, եւ որոշ ժամանակ ոնց որ ես դադար տվեցի իմ աշխատանքի ու օրերից մի օր այդպես ստացվեց, որ Լևոն Մաքսիմիչը հրավիրեց իր մոտ։ Ես էլ մտածում երևի թե ինչ որ առողջական, ինչ որ խնդրի կամ ինչ որ ամեն ինչ մտածում, բայց ոչ աշխատանքի էլի հետ կապված։ Ու երբ որ գնացի մոտը, ասաց ուզում եմ որ մեր հետ աշխատես, քանի որ Անժելա Ռոբերտովնան այնտեղ դա Վինչի ֆունկցիաներ է անում, միասին անեք ֆունկցիաներ եւ սոնոգրաֆիաներ, այդպես։ Ասեմ ձեզ, որ Լևոն Մաքսիմիչին համոզելը, որ ես լավ ռադիոլոգ եմ, դա բավականին բարդ էր։ Մոտ 1 տարի ինձ պահանջվեց, որպեսզի 1 տարի ինտերնատուրա անցակ։ Մոտ 1 տարի ինտերնատուրա անցել եմ Դավիթում, որ ապացուցեմ, որ ես կարող եմ լիմֆատիկ հանգույցները նայել։ Նաև իհարկե ես այդ ընթացքում գնացի Վրաստան, վերապատրաստվեցի, գնացի Կիև, վերապատրաստվեցի, որովհետև ասենց ուզում եմ ես իրան ապացուցացնի, որ ես կարող եմ, էլի։ Մի թերա գնահատից, վերջը տենց փառք Աստծո հիմա հասել ենք նրան, որ ինքը իհարկե ինձ վստահում է իր հիվանդներին եւ նախավիրահատական այդ սոնոգրաֆիկ հետազոտությունները Դա Վինչիում ես եմ կատարում։ Այդպես Դավիթ ջան, էլ ինչ ասեմ։ Շատ հետաքրքիր, սենց մեկը մյուսին հաջորդեց ամեն ինչ։ Ես գիտեք ինչ եմ ուզում եմ ասեք տարբերությունները ճառագայթային ախտորոշման երկու ուղղությունների՝ սոնոգրաֆիկ հետազոտության եւ նաեւ մամոգրաֆիկ ռենտգենային կատե հետազոտությունների միջև, ու կուզեմ մի քիչ ավելի մանրամասն նեղ ասեք իրենց հետաքրքրությունները, առավելությունները եւ թերությունները, եթե իհարկե դրանք կան։
Իհարկե կան լրիվ մամոգրաֆիան լրիվ ոնց որ տարբեր ճյուղ է, սոնոգրաֆիան լրիվ այլ։ Իհարկե կրծքի մամոգրաֆիային նաև լրացնում է սոնոգրաֆիկ հետազոտությունը։ Կատեի մասին չեմ կարող շատ բան ասել, որովհետև ունեցել ենք շատ կարճ ցիկլ հենց ռադիոլոգիայի ընթացքում, որ ինձ արտարոց չի հետաքրքրել, չեմ էլ խորացել, որովհետև ես արդեն գիտեի, որ ես մամոգրաֆիա եմ ուզում։ Մամոգրաֆիայի հետ կապված շատ հետաքրքիր մասնագիտություն է, բայց շատ բարդ։ Ընդհանրապես կրծքագեղձի իր կառուցվածքով ամենաբարդ օրգանն է, որովհետև կինը ամեն տարի հորմոնալ փոփոխությունների ֆոնի վրա կուրծքը նույնպես փոփոխվում է։ Այսինքն դեռահաս աղջկա մոտ եւ արդեն մենոպաուզայի մեջ գտնվող կնոջ մոտ լրիվ այլ կրծքագեղձ է, այս տարբերությունը տարիներ շարունակ մենք դա տեսնում ենք աշխատելու ընթացքում, բայց շատ բարդ է այդ ընթացքի մեջ ինչ որ բաց թողում չունենալը։ Շատ իհարկե պետք է ուշադիր լինես, շատ մեծ նշանակություն ունի սարքավորումները, բարեբախտաբար մենք լավ սարքավորումներով ենք աշխատել, այդ թվային մամոգրաֆիան երբ որ բերվեց, առաջ պլյոնկաներով էր, ռենտգեն էր։ Հետո թվայնացվեց եւ թվայնացումը արդեն մեզ թույլ էր տալիս ավելի մանր շերտերով տեսնել խնդիրները։ Մեկը մեկին լրացնում է մամոգրաֆիան սոնոգրաֆիային իհարկե կրծքագեղձի առումով, բայց վահանաձև գեղձի սոնոգրաֆիան ինքը իրանով յուրահատուկ է, որովհետև ոչ մի այլ ոչ MRT-ն, ոչ CAT-ն չեն կարող մեզ այդքան ինֆորմացիա տալ, ինչքան սոնոգրաֆիկ հետազոտությունը։ Սոնոգրաֆիան վահանաձև գեղձի համար անփոխարինելի է։ Նույնը պարանոցային ավշահանգույցների, որը շատ կարևոր է քաղցկեղի պարագայում, եւ ամբողջ էնդոկրին վիրաբույժների պայքարը ռադիոլոգների հետ դա է, որ ճիշտ նկարագրված լինի լիմֆատիկ հանգույցների ախտահարումը եւ խմբերը։ Այսինքն պարանոցի ավշահանգույցներ մենք բաժանում ենք խմբերի, գոյություն ունի 7 խումբ։ Եվ երբ որ լինում է մետաստատիկ ախտահարում, պետք է նշել այդ խմբերը տեղակայումով, չափերով եւ այլն, որպեսզի վիրաբույժը վիրահատության ժամանակ լիովին հեռացնի։ Քանի որ եթե կան մետաստատիկ փոփոխված ավշահանգույցներ, ռադիոյոթերապիան իրենց չի օգնում եւ հարկ է լինում այդ հիվանդներին երկրորդ անգամ վիրահատելու։ Դե պատկերացնում եք Հայաստանում դա ինչ մեծ խնդիր կարող է առաջանալ, թե բարեկամների հետ կապված, թե պացիենտի, չէ, նույնպես։ Ամեն դեպքում առաջինը պացիենտն է, հետո բարեկամները։ Քանի որ պացիենտը առաջինն ասում է, չէ, որ լիարժեք ոնց որ չի արվել այդ ամենը, բայց դա արդեն գալիս է ախտորոշման հետ, այսինքն ռադիոլոգի սխալն է դա արդեն։ Այդ իսկ պատճառով ռադիոլոգիայի դեր, սոնոգրաֆիայի դեր վահանաձև գեղձի քաղցկեղի շատ կարևոր է։ Այո, ես շատ համաձայն եմ ձեզ հետ, որովհետև թեկուզ մեկ հատիկ բջիջ մնացած քաղցկեղի մեկ հատիկ բջիջը, որ մնացել է, ինքը շատ հանգիստ ձևով կարող է վերափոխվել, դառնալ այլ տեսակի քաղցկեղ, ավելի միգրացվել այլ օրգաններ։ Շատ կարևոր է այդ աբլաստիկա եւ անտիբլաստիկայի պահումը վիրաբույժների համար, իսկ դա բնականաբար նախնական ախտորոշումն է, որ որոշում է թե ինչպես ճիշտ հեռացնել։ Եվ այստեղ կուզեմ նշել, որ շատ կարևոր է այդ թիմային աշխատանքի դերը, որովհետև ինչպես դուք նշեցիք, վիրաբույժների կռիվը ռադիոլոգների հետ, դա ճիշտ ախտորոշեք եւ դա իրականում շատ կարևոր է լավ թիմ ունենալ ու լավ թիմով աշխատելը։ Եվ կարծում եմ, որ այս դեպքում շատ կարևոր է, որպեսզի եւ թիմը կազմված լինի անհատներից, ովքեր որ լավ բժիշկներ են եւ նաեւ ընդհանուր համագործակցությունը միմյանց հետ սիներգիան շատ լավը լինի, որպեսզի պացիենտի առողջացումը ավելի լիարժեք լինի, համաձայն եմ ձեզ հետ։ Ես այդ առումով էլի բախտ եմ վիճակվել, որովհետև թե առաջին կլինիկայում Հայ-Ամերիկանում, թե Դա Վինչիում մենք ունենում ենք այդ փոխադարձ կապը վիրաբույժի հետ։ Այսինքն Հայ-Ամերիկյան մենք ունենում ենք պիցմինուտկաներ, թումոր բորդեր, որտեղ որ քննարկվում էին պացիենտի հետ կապված խնդիրներ, ախտորոշման հետ կապված եւ վիրաբույժը իր դժգոհությունը կամ գոհունակությունը ասում է ռադիոլոգներին։ Դա օգնում է քեզ, որ դու աճես միանշանակ։ Նույնը էստեղ, որովհետեւ այդ կապը կա։ Օրինակ, ինչ որ խնդիր է լինում, այդտեղ վիրաբույժը գալիս ասում է, գիտես, այստեղ սենց էր, այստեղ
այսպես է, որ հաջորդ անգամ դու ավելի ուշադիր ես լինում այդ ինչ որ մի խնդրի հետ կապված։ Դա օգնում է, որպեսզի մասնագետը աճի, բայց իհարկե շատ կարևոր է թիմային աշխատանքը, ոնց որ օղակ է, ամեն մի օղակը, որ իր տեղում ճիշտ է աշխատում, ամեն ինչ շատ լավ է լինում։ Այո։ Մեր օրգանիզմի նման։ Այո, համակարգված։ Այո, գիտեք, վերջերս դասընթացի էինք, կոնֆերանսի էինք մաշկի քաղցկեղների հետ կապված, ու մեր բոլորիս սիրելի Արտեմ Սերգեյիչը, մեր պատվիզիոլոգիայի ամբիոնի, մի շատ հետաքրքիր օրինակ էր բերել, ասում էր, որ երկու հանրապետություններ կա, պատկերացրեք, մեկը Oral Land էր կոչվում, այդ Oral-ի ստեղծագործությունների իման վրա, մեկն էլ կարծեմ Freedom Land-էր, ինչ էր, այսպեսի մի հատ հետաքրքիր բաներ, ու սահմանադրություններն էր տվել երկու տեղի, միտեղ ասում էր այդ Freedom Land-ում, որտեղ մարդիկ կարող են իրենց համար անել ինչ ուզում են, երբ ուզում են, փոխել իրենց մասնագիտությունը, այսպես շատ ազատական, լիբերալ ինչ որ մի հատ երկիր էր, եւ այդ Oral Land-ում, որ դու պետք է անես միայն քո գործը, դու իրավունք չունես առատ բազմանալու, դու իրավունք չունես քո մասնագիտությունը փոխելու եւ այլն, եւ զուգահեռներ տարավ մեր օրգանիզմի մեջ։ Հարցը ասեց, ով կուզեր ապրել Oral Land-ում, ոչ մեկ չպատասխանեց, եւ ով կուզեր այդ ազատական լիբերալ երկրում ապրել, մեծամասնությունը ուզեցավ այնտեղ ապրել, բայց հետո օրինակը բերեց, որ այ տեսեք, այդ ստրուկտուրավորված խիստ երկրում երկիրը մեր օրգանիզմի նման է, որտեղ որ քաղցկեղի բջիջները իրավունք չունեն, ոնց որ բջիջները իրավունք չունեն փոխեն իրենց մասնագիտությունը, իրավունք չունեն բազմանալու ինչքան ուզեն, իրավունք չունեն ինքնագլուխ իրենց մասնագիտությունը փոխեն եւ այլն, ու իրականում շատ պատկերավոր օրինակ էր, ու հիմա հասկանում թե ինչքան դաժան է մեր օրգանիզմը շատ ժամանակ մարդկային էս լիբերալ արժեքների հետ կապված, բայց ինչքան ճիշտ է աշխատում, որ չթողնի որևէ փոփոխություն գնա մեր օրգանիզմում քաղցկեղի առաջացման հետ կապված։ Եվ նույնն էլ այդ թիմային համակարգված աշխատանքը, որ հիմա դուք ասում եք, որ թիմում բոլորը կարևոր են, բոլորը պետք է աշխատեն իրար հետ, կարծում եմ կարելի է այդ օրինակը վերցնել էլի մեր օրգանիզմից, ճիշտ է, շատ դաժան օրինակ է։ Շատ ճիշտ եք ասում, բայց այն է հարցը, որ մեկը մյուսի, ասեն, թիմային աշխատանքը կարևոր է, բայց դա նաև շատ կախված է անհատի տեսակից։ Երբ որ բոլորը մեկը մյուսի հանդեպ դրական է տրամադրված եւ ուզում է սովորել, անգամ իր սխալների, անգամ կամ կիսվել իր ձեռքբերումներով եւ ամբիցիաները երբ որ կողք են քաշվում, ամեն ինչ շատ լավ է լինում։ Ես ասում, ինձ ուղղակի բարդ է վիճակվել, որ ես միշտ աշխատել եմ նման կոլեկտիվներում, որտեղ առողջ մթնոլորտ է, որտեղ ոչ թե կոնկուրենցիա է, այլ ընտանիքի նման, մեկը մյուսին օգնելով, չգիտեմ, մեջ կլինելով, առաջ տանելով, այդպես է եղել։ Եվ դա ճիշտ է։ Եվ դրա համար կա հաջողություն, եւ այո, դա պետք է կարծում լինի օրինակ բոլորի համար։ Այո, ես շատ ուրախ եմ ձեզ համար իրականում, որ նման միջավայրում եք հայտնվել եւ կարողանում եք հիմա որակով բուժօգնություն ցուցաբերել եւ կարծում եմ այդ որակով բուժօգնությունը ցուցաբերելու համար շատ կարեւոր է նաեւ բժիշկ-պացիենտ կապը, թե ինչպես եք դուք կարողանում հաղորդակցվել ձեր պացիենտների հետ։ Ես կուզեմ հիմա դուք ասեք, թե որպես բժիշկ ինչպիսին եք պատկերացնում ձեր իդեալական պացիենտին, որ կգա, եւ նաեւ կուզեմ պացիենտներին մեսեջ հղեք որպես ռադիոլոգ, թե ինչն է կարեւոր բժիշկ-պացիենտ աշխատանքի մեջ, որպես պացիենտ ինչ մեսեջներ կարող ենք հիմա ուղարկել բոլորին, որ պացիենտներին։ Իլավներ իդեալական պացիենտը։ Պացիենտը իդեալական, չգիտեմ, չեմ կարող ասել, իդեալական պացիենտը երբ թե որ գոնե չընդհատի, ամենաառաջինը, որովհետև մեր պացիենտները շատ սիրում են ինչ որ մի տեղից մի բան կարդում են կամ լսում են, գալիս են, հատկապես շատ մեծ խնդիր է լինում բիոպսիաների հետ կապված,
երբ սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ ես աշխատում միշտ խոսեմ, որովհետև բնական է հասկանում, որ մարդը ահաբեկված եկել է, հաստատ որ հասել է ինձ ինչ որ միտեղ արդեն ինչ որ ուլտրաձայնային հետազոտություն անցել է, որովհետև մեծ մասը գալիս են երկրորդ կարծիքի անկեղծ ու այդ ընթացքում ես փորձում եմ իրենց եւ հանգստացնել, բայց շատ էլ եթե տեսնում եմ խնդիր կա, հանգստացում, բայց չեմ էլ թողնում, որ շատ հանգիստ լինեն, հասկացնելով, որ խնդիրը կա, բայց լուծելի է, պետք է պունկցիոն բիոպսիա եւ այս պունկցիոն բիոպսիայից հետո բավականին սկսում է, վայ մենք դեմ ենք, մենք չենք կարող, մենք լսել ենք, որ դա վատ բան է, դա տարածվում է, չգիտեմ, sense ինչ որ միֆեր է, էլի, հա, բայց լսել են ինչ որ տեղից, կարդացել են, միգուցե կամ հարևանն է ասել, կամ բարեկամը։ Հիմնականում վերջին տարբերակները եւ դա է, որ խորհուրդս իհարկե իդեալական պացիենտը, որ հետեւի բժշկի խորհուրդներին։ Հաղորդակցվելը շատ կարևոր է պացիենտի հետ, ընթացքում սոնոգրաֆիկ հետազոտության ընթացքում փորձում եմ բացատրել, բայց եթե ինչ որ հարցեր են լինում, բնականաբար նաև հետո հետազոտությունից հետո պատասխանը արդեն տալու ժամանակ էլի զրուցում ենք։ Բարեբախտաբար վահանաձև գեղձի քաղցկեղների մեծ մասը դա պապիլար կարցինոման է, իսկ պապիլար կարցինոման ամենաբարվորակ ելքով ուռուցքն է։ Այնտեղ արդեն ֆոլիկուլարն է գալիս, անապլաստիկը, մեդուլյարը, որ ավելի քիչ տոկոս են, ու ֆոլիկուլարն է ինքն իր տեսակով ավելի բարենպաստ ելք ունի։ Եւ այդ իմաստով միշտ ես իրենց հանգստացնում եմ եւ անգամ եթե զգում եմ շատ sense խոճապահար վիճակում են, ասում եմ ես ձեզ մոտ ձեր դեմը կանգնած եմ մի մարդ, ով պապիլար կարցինոմա է վիրահատված է, տեսնում եք ամեն ինչ նորմալ է, աշխատում եմ, ապրում եմ, ոչինչ ինձ հետ չի եղել ու հավատացեք շատ մարդկանց դա sense թափեցնում է, իրենք որովհետեւ չեն պատկերացնում, որ բժիշկն է կարող է հիվանդ լինել։ Ուսուցիչները տուն չեն գնում, բժիշկներն հիվանդ չեն լինում։ Այո, ու տես սկսվում է արդեն ոնց դուք եք եւ այլն ու այդպես բավականին դա իհարկե ոչ միշտ է լինում, բայց երբ որ դու զգում ես, որ երիտասարդ, ասենք աղջիկ է, բայց շատ ահավոր վիճակում ահաբեկված ու հաստատ դրանից առաջ էլ մի քանի տեղ արդեն ահաբեկված ուղարկում են, դա օգնում է, պետք է շատ խոսել պացիենտների հետ։ Իհարկե մեր մասնագիտությունը այդ առումով բավականին լավ է, որ քիչ ենք շփվում, այսինքն մեր շփումը լինում է միայն ախտորոշումից ախտորոշում։ Նու եթե վիրահատվում են, վիրահատությունից հետո 6 ամիսը մեկ գալիս են, բայց այն մեծ պատասխանատվությունը, մեծ հոգսն գնում արդեն վիրաբույժի ուսերին, եւ այդ առումով այնքան լավ է, որ Լևոն Մաքսիմիչը կա, ինչ լինում, ասում մոտեցեք Լևոն Մաքսիմիչին, ինձ ձեզ կասի։ Մնացած հարցերը իր հետ, հա։ Դե հասկանում եմ, որ բնական է, դա մեծ ստրես է, մանավանդ եթե երեխաների մոտ է լինում, իսկ երեխաների մոտ է դա հանդիպում բավականին ցավոք սրտի հաճախ, ավելի ագրեսիվ տեսքով, բայց էլի լավ ելք ունի, որովհետև շատ հեշտ էլ լուծվում է այդ հարցը, ռադիոթերապիան բավականին լավ արդյունքներ է տալիս։ Իսկ ինձ կասեք, ինչ վիճակագրություն ունենք մենք վահանաձև գեղձի քաղցկեղի հետ կապված եւ նաեւ վահանաձև գեղձի նորագոյացությունների հետ կապված ընդհանրապես ապրելիության 5 տարվա ապրելիություն օրինակ կամ հաճախականությունը հանդիպելու, այսինքն ինչքան զգոն պետք է լինեն մեր պացիենտները, որպեսզի իրենք հետևեն իրենց, ինչ փոփոխություններ նկատելուց հետո իրանք պետք է դիմեն։ Նախ ասենք ինչքան տարածված է թվերով, ունեմ քիչ հետո ասենք։ Թվերով, գիտեք, այդպես ստատիստիկ կոնկրետ մեր կենտրոնում չեմ կարող ասել, ստատիստիկա այտենց չեմ թվերով չեմ կարող ասել, բայց այն որ աճում է վահանաձև գեղձի քաղցկեղը, դա միանշանակ է։ Այսինքն հաստատված դեպքերը ամեն տարի ավելի ու ավելի շատ են։ Դա կարող է կապված լինել եւ սարքավորումների հետ, որ ինչքան սարքավորումները լավն են, այնքան բնականաբար ախտորոշումը ավելի շատանում է, թե առաջ միգուցե եղել է շատ, բայց դրան այդքան տեղ չեն տվել եւ սոնոգրաֆիկ սարքերը այդքան հզոր չեն եղել, ոնց որ հիմա բարակասեղային ասպիրացիան, պունկցիոն բիոպսիան այդքան արդի չի եղել։ Այդ ամբողջը պետք է հաշվի առնենք, բայց դրա հետ մեկտեղ միևնույն է ունենք աճ միանշանակ։ Պատճառները իհարկե ստրեսը առաջինը կարծում եմ,
էկոլոգիան, սնունդը, ամեն ինչն էլ կարող է ազդել։ Գանգատները, եթե սովորաբար պապիլյար կարցինոմա կամ առհասարակ վահանաձև գեղձի քաղցկեղը գրեթե ոչ մի գանգատ չի լինում։ Միայն շատ բացի թող վիճակներում, եթե շատ մեծ են հանգույցները, կարող է ձայնի խրպոտություն լինել, հանգույցի շոշափում պարանոցի շրջանում, եթե կան հորմոնալ խանգարումներ, ընդհանուր հոգնածություն, թուլություն, այտուց, քաշի ավելացում, ազատափություն, մաշկի չորություն, իհարկե շատ ճիշտ կլինի, որպեսզի առհասարակ մարդիկ այդ կուլտուրան մշակեն տարին մեկ անգամ հետազոտվեն, այսինքն տարին մեկ անգամ անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն եւ հանգիստ ապրել, հանձնել հորմոնալ անալիզները, գոնե 2 անալիզ եւ հանգիստ ապրել։ Դա ամենալավ կանխարգելիչ մեթոդն է, որովհետեւ մի բան եթե փոքր է, նախ հիմա փոքր հանգույցները ամբողջ այս վերջին Բոստոնի կոնգրեսի ժամանակ հորդորում էին, որ հետևել, անգամ 1-1.5 սանտիմետր հանգույցները ասում են կարող եք լրիվ հանգիստ հետևել, եթե չկա մետաստատիկ ախտահարում ավշահանգույցներում, բայց մեզ մոտ մի այլ խնդիր կա, հայերի մոտ, եթե իրանք գիտեն, որ դա պրոբլեմ է, այսինքն չարվորակ ախտորոշված դիագնոզը կա, իրանք արդեն որոշում են դա վիրահատել, այսինքն պսիխոլոգիչեսկի հոգեբանորեն իրենց դա խանգարում է եւ իրենց էլ եմ հասկանում, իրենք ասում են ես ավելավա վիրահատվեմ, թեկուզ մի բիլթը հեռացրեք, բայց ես հանգիստ ապրեմ, ես չեմ ուզում անընդհատ գամ ստրեսի մեջ ապրեմ, դա ավելի շատ հիմա դրվում է ոնց որ բուժառուի հայացողության վրա, որտեղ ինքն է ի վերջո որոշում, ինչ է իրեն պետք։ Ես կարծում եմ ապահովագրական բժշկության ներդրման շնորհիվ արդեն դա շատ լավ կլինի, իհարկե։ Կարծում եմ ավելի առողջապահական ծախսերի կառավարման հետ կապված ապահովագրական ընկերությունները կստիպեն, որ այո, տարին մեկ անգամ, որպեսզի անցնեն։ Որպեսզի անցնեն եւ նաեւ այդ վիրահատությունների ծավալը կարծում եմ կքչանա, որտեվ եթե դու ունես օրինակ ուղեցույց, որտեղ որ նշված է, որ մինչեւ 1 սանտիմետր կամ 2 սանտիմետրը պետք է հետևել, չեմ կարծում ապահովագրական ընկերությունները թողնեն ավել գումար ծախսել։ Դե, բայց կան հայ տեսակներ, չմոռանանք, որ մենք շատ էմոցիոնալ ազգ ենք, եւ քիչ դժվար է այդ ամենը բացատրել, բոլորս բացատրում ենք բժիշկների մեծ մասը, եւ ռադիոլոգն է բացատրում, եւ վիրաբուժը, բայց ոչ միշտ է, որ պացիենտը համաձայնվում է դա, եւ ի վերջո բնական է վերջին որոշում պացիենտին է։ Ճիշտ եք ասում, համաձայն եմ։ Եվ այդ առումով շատ կարևոր է այդ կապը պացիենտի եւ բժշկի միջեւ։ Շատ, որպեսզի հնարավորինս առավելագույնը արվի պացիենտին մղելու դեպի ճիշտ որոշում կայացնելը։ Այո, իհարկե։ Շատ կարևոր է նաեւ կարծում եմ այդ ամբողջ այդ վիրահատական հսկողությունը եւ նաեւ կանխարգելիչ հետազոտությունը, որի մասին դուք նշեցիք։ Ես այդ մասին մի երկու բառ կուզեի ասել։ Իհարկե։ Հետվիրահատական շրջանը կոնկրետ վահանաձև գեղձի քաղցկեղի, երբ լինում է մենք 6 ամիսը մեկ հետևում ենք առաջին 3 տարին, 4-րդ եւ 5-րդ տարին արդեն տարին մեկ անգամ, 5 տարին լրանալուն պես արդեն սոնոգրաֆիկ հետազոտության կարող է եւ պացիենտը չգալ, բայց շատ կարեւոր է այդ 6 ամիսը մեկ սոնոգրաֆիկ հետազոտությունները, հատկապես այն բուժառուների մոտ, ովքեր որ ունեցել են քաղցկեղ եւ մետաստատիկ աղտահարում, ստացել են ռադիոյոդ թերապիա։ Եվ ես գրում եմ իմ պատասխաններում ամբողջ պարանոցային ավշահանգույցները հատ-հատ աչից, ձախից, չափերով, թվերով եւ այլն։ Շատերի մոտ դա առաջացնում է ինչ-որ տարակուսանք, չեն հասկանում, թե ինչի համար, կարելի է ընդհանուր մի հատ նայել, ամեն ինչ նորմալ է, ինչի հատ-հատ գրում, օրինակ մինիմալ եւ մաքսիմալ չափը։ Դա ինչի համար է արվում։ Այդ նույն հիվանդը 6 ամիս հետո, երբ որ գալիս է, երբեմն լինում է ռեակտիվ բորբոքային տիպի փոփոխված լիմֆատիկ հանգույցներ, այսինքն բորբոքային տիպի մեծացած։ Ես հանում եմ իր հին պատասխանը 6 ամիս առաջվա ու համեմատում եմ։ Եվ դա ինձ շատ օգնում է, որպես ռադիոլոգ ճիշտ կողմնորոշվելու, քանի որ երբեմն անգամ ռեակտիվ բորբոքված լիմֆատիկ հանգույցի տակ կարող է թաքնված լինի մետաստատիկ աղտահարումը։ Երբ որ դու չես տեսնում աճ, արդեն հանգիստ ես։ Մի բան, որը վատ բան չէ, ինքը չի աճում։ Այո։
Եվ հետևաբար ուզում եմ բոլորին նաև առիթից օգտվելով հասկացնել եւ բացատրել, թե ինչու եմ ես գրում հատառ։ Հիմա իմացաք բոլորը։ Արշահանգույցների համար, դա մաքսիմալ եւ մինիմալ չափերը դա ինձ օգնում է հետագա ճիշտ վարելը հիվանդին։ Եվ նաև դա լրացուցիչ ապահովագրելը պացիենտին, կարծում եմ դա միանգամայն կարևոր եւ պացիենտին եւ բժիշկի ինքն իրեն։ Այո, եւ ես իրականում զարմանում եմ ինչու են մարդիկ բողոքում դրանից, որովհետեւ ընդհակառակը պետքա շնորհակալություն հայտնել դրա համար։ Մարդիկ չեն բողոքում են բժիշկները։ Հա, բժիշկները դե հենց էդ է հարցը։ Պետքա չբողոքել։ Չէ, ուղղակի շատեր չեն հասկանում իմաստը, ավշահանգույցների հետ վիրահատական հատ գրելու իմաստը չեն հասկանում, թե ինչի պետք է դա ամեն անգամ նշվի։ Իսկ դա նշվում է նրա համար, որպեսզի եւ դու քեզ ապահովագրես, եթե ինչ-որ մի խնդիր լինի 6 ամիս հետո դու հինը բացում նայում ես, համեմատում ես։ Դա նույնպես նաեւ լավ խորհուրդ է այն մարդկանց, ովքեր որ շատ են նայում վահանաձև գեղձ, հատկապես վիրահատված, դա շատ օգնում է։ Դա եթե անկեղծ ասեմ, ես ինքս եմ դա, այսպես ասած, մշակել եւ առհասարակ պես խմբերով գրելը հատ աճ եւ ձախ, երևի թե առաջինը ես եմ եղել, որ սկսել եմ այդպես գրել, բայց դա եղել է Լևոն Մաքսիմիչի անմիջապես ոնց որ պահանջներից մեկը, երբ որ հայ-ամերիկյանից հետո կուրս նայելուց հետո 11 տարի հետո ես գալիս եմ միտեղ, որտեղ ինձ պահանջվում է վահանաձև գեղձ, դա արդեն ուրիշ պահանջներ է, որը արդեն Պարանոցի ավշահանգույցները խմբերով գրել, աճն ու ձախը գրել, ավելի կոնկրետ նկարագրել եւ այսպես շարունակ դու սկսում ես հարմարվել, աճել, զարգանալ եւ կայանալ արդեն այդ մասնագետի շնորհիվ։ Այո։ Անչափ շնորհակալ եմ նաեւ։ Մենք պարտադիր հրավիրելու ենք։ Մենք Da Vinci բոլոր համահիմնադիրների հետ արել ենք, մնացել է Լևոն Մաքսիմիչը ու իրան մի քիչ դժվար է համոզել վերելը, բայց կարծում եմ կհամոզեք։ Հուսամ մենք առիթ կունենանք, հիմա այսպես ասում եմ, եկեք Լևոն Մաքսիմիչ մեր մոտ, որովհետև շատ կարևոր գործ է խոսել վահանաձև գեղձի մասին, մեր թաքնված իրականում շատ փոքրիկ օրգան, որը որ հսկայածավալ գործ է կատարում մեր օրգանիզմում ու թե ինչքան ախտահարումներ կարող են առաջանալ վահանաձև գեղձի բորբոքումներից, քաղցկեղներից աստիկ ավելի քիչ, բայց հիմնականում հորմոնալ փոփոխությունից ինչքան կարող է մարդու կյանքի որակ ընկնել ու երևի գիտեք, ես նկատել եմ, որ վահանաձև գեղձի ախտահարումները բավականին դժվար է ախտորոշել այն առումով, որ իրանք գանգատները շատ առօրյա գանգատներ են։ Ճիշտ եք ասում։ Հոգնածություն, թուլություն, սրտխփոց եւ այլն։ Եթե դու չես լինում դրա մեջ, դες մարդը հիմա հոգնա շատ է աշխատում, հա։ Ու այսպես կարելի է բաց թողնել, էլի այդ խնդիրները, որոնք որ մնում են վահանաձև գեղձից։ Իսկ լավ, հիմա ես կուզեմ մի հատ դուք ասեք նաև քանի որ երկար տարիներ աշխատել եք մամալոգիայի մեջ, կուզեմ նաև կրծքագեղձից մի որոշ բաներ պատմեք, մենք իր մասին խոսել ենք էլի մեր մոտ, բայց կարծում լրացուցիչ ինֆորմացնելը մեր պացիենտներին, մեր լսողներին շատ կարևոր կլինի։ Կրծքագեղձի դե շատ կարևոր է, կրծքագեղձի այդ տարեկան հետազոտությունները նույնպես 40 տարեկանից բարձր կանանց մոտ ըստ անհրաժեշտության նաև մամոգրաֆիայի կիրառումը սոնոգրաֆիկ հետազոտությունները գոնե տարին մեկ անգամ, բայց եթե կան բարևորակ գոյացություններ, մենք իհարկե կանչում ենք եւ հիմա էլ ես կանչում եմ 6 ամիսը մեկ, որպեսզի մենք հետևենք չափսերը, մեծանալու, պարագայում կամ փոփոխվելու, նույնպես կատարվում է բիոպսիա, կամ ուղղորդում ենք արդեն կրծքաբանի ինքն է ավելի կոնկրետ բիոպսիայի տեսակը որոշում, որը ինչպես անի, այնտեղ թևատակի ավշահանգույցները շատ կարևոր դեր ունեն, նույնպես պետք է հետազոտվի։ Մամալոգիան բավականին բարդ է, այս կասեի այն առումով, որ
սոնոգրաֆիկելը դժվար հետազոտել, եթե մինչև 40 է խնդիրը, առանց մամոգրաֆիայի շատ դժվար է ինչ-որ բան տեսնելը, ախտորոշելը և մեզ օգնում է մամոգրաֆիան, եթե շատ խիտ է կուրծքը օգնում է MRT հետազոտությունը կոնտրաստով, որը բավականին հեշտացրել է հիմա ռադիոլոգների գործը, օրինակ առաջ, ես որ հիշում եմ այն թվականներ, որ միայն պլյոնկաներով էր դեռ, ամբողջ ոնց որ շատ մեծ պատասխանատվություն էր ռադիոլոգին, որովհետև չկար թվայնացում, դու չէիր կարող շերտագրել, MRT-ն չկար այդ կոնտրաստով, և դու միայն պետք է անեիր սոնոգրաֆիկ հետազոտություն, և այդ պլյոնկաները, որը շատ անգամ ինֆորմացիան կարող են խեղաթյուրել, որովհետև դու չես կարող ասել տեխնիկը ինչ անկյան տակ է նկարել, ոնց է նկարել, և այնտեղ շատ նրբություններ կան նաև այդ պլյոնկաների որակի հետ կապված։ Դե հիմա փառք Աստծո այնքան է զարգացել, որ ամեն ինչ կա, այսինքն եթե մամոգրաֆիկ հետազոտությունն է թերանում, ուղարկում են MRT-ի, ուղղակի ճիշտ ժամանակին ախտորոշելն է ամենակարևորը, նույնը կրծքագեղձի քաղցկեղ, ինքը շատ հեշտ տրվում է բուժման, ուղղակի պետք է ճիշտ ժամանակին դա ախտորոշել։ Այո, և կուզեմ նաև դուք պատմեք մեզ ձեր միջազգային վերապատրաստումների և փորձի մասին, թե ինչ դեր են խաղում ձեր կյանքում միջազգային վերապատրաստումները և տարբեր երկրների բժշկագիտության տարբերությունները, քանի որ նշեցիք եղել եք Բոստոնում, եվրոպական երկրներում նույնպես եղել եք կոնգրեսների, կուզեմ նախ պատմեք, թե ինչ առավելություններ են դրանք տալիս, երկրորդը դրանց տարբերությունները դպրոցների։ Եկեք սկսենք երևի ամենասկզբից, եվրոպական և ամերիկյան դպրոցները, մենք երբ որ հայ-ամերիկյան կենտրոնում ես աշխատում, մենք շատ ունենում էինք դրսից մասնագետներ, ովքեր գալիս էին մեզ վերապատրաստելու, քանի որ մեր կոլեկտիվը շատ մեծ էր, մեզ ավելի հեշտ էր, որ դրսից գային վերապատրաստեին մեզ և գալիս էին վերապատրաստում, իմ առաջի փորձը եղել է այդ ժամանակ, դրսի հետ կապված վերապատրաստում, երբ եկել էին տեղում էին անում, որը բնականաբար լրիվ նոր էր մեզ համար, նոր սարքեր, այդ սարքերի վրա աշխատելու նրբությունները, դասակարգումը, բյուրացի այդ ժամանակ, մի խոսքով բնականաբար շատ դրական, որը որ մեզ համար նորություն էր, այսպես ասեմ, դրանից հետո իմ վերապատրաստումը, որ շատ է ինձ օգնել կոնկրետ վահանաձև գեղձի հետ կապված և աշահանգույցների, դա Վրաստանի վերապատրաստումն է եղել, մեր հայ բժիշկներից շատերն են իմիջիայլոց իր մոտ վերապատրաստվել, շատ լավ ռադիոլոգ է, ով բավականին երկար տարիների փորձ ունի և շատ, այսպես ասեմ, պատրաստ է սովորեցնել, մնում է դու կարողանաս դա վերցնես, այսինքն ինքը մաքսիմալ քեզ տալիս է այդ գիտելիքը և բնականաբար այդ նրբությունները կոնկրետ ես Իրանից եմ սովորել, աշահանգույցները բավականին բարդ է իրենց տեսնելը, գտնելը, այն ինչը որ ինքը ինձ ցույց էր տալիս աշահանգույց, ես անգամ դա չգիտեի, որ դա աշահանգույց է, որ աշահանգույցը կարող է այդ տիպի լինել, բնական է, դա մեծ փորձ է, միանշանակ, ցավոք սրտի Հայաստանում այդ փորձը մի քիչ մեզ մոտ այդ խնդիրը կա, մենք չենք սիրում շատ կիսվել փորձով, ես պատրաստ եմ միշտ կիսվելու, իմիջիայլոց ասեմ և այս վերջերս ունեցել եմ վերապատրաստում, տվել եմ մաքսիմալ իմ գիտելիքը, ինչով կարողացել եմ, երբեք անգամ 1% չեմ պահել, որովհետև գտնում եմ, որ յուրաքանչյուրին պետք է տաս հնարավորություն աճելու և ամեն մեկս մեզանից հետո պետք է թողնենք լավ կրթված բժիշկներ, որտեղ վաղն էլ մենք ենք գնալու իրաց մոտ, բոլորս ծերանում ենք։ Շատ շնորհակալ եմ, որ այս ամեն ինչի մասին դուք խոսեցիք, որովհետև մեր նախկին ոդքասթում մենք բժիշկ Մայակ Սիսակյանի հետ էինք խոսում, և այնտեղ ես խոսեցի այդ մասին, որ մեր հայկական մշակույթի մեջ կա մի հատ շատ ցավալի կողմ, որ մենք մենտորություն անել, սուպերվայզեր լինել, այսպես անգլերեն բառեր եմ օգտագործում, բայց ուսուցիչ, վարդապետ, այսպես լինել, որը որ շատ կարևոր է երիտասարդ մասնագետներին կամ ինչու ոչ նաև մասնագետների, ովքեր որ ուզում են փոխել իրանց նեղ մասնագիտությունը եւ այլն, շատ կարևոր է այդ ճիշտ առաջնորդելու եւ ուղեցույցները ճիշտ տալու process-ը եւ դրանով մենք ավելի ուժեղանում ենք, ոչ թե ավելի թուլանում ենք։ Ես կարծում եմ նաեւ
դա մեր շուկայի փոքրությունից էլ է կախված։ Մեծ մոտ կոնկուրենցիան բարձր է։ Շատ բարձր է։ Հետևաբար վերապատրաստումները դա Կիևում շատ լավ օնկոցենտր կար այնտեղ վերապատրաստում այս վերջին Բոստոնի վերապատրաստումը շատ լավ դրական իր արդյունքը իհարկե տվեց, որովհետև կային նորություններ միջազգային փորձի փոխանակում, խնդիրը ուղղակի այն է, որ այնտեղ բավականին լուրջ արվում են գենային մուտացիաների ախտորոշում եւ այլն, որը շատ մեծ ֆինանսական ծանրաբեռնվածություն է, բայց ասած ինչպես դուք նշեցիք, դա ինշուրանսներն են այնտեղ անում։ Մենք չենք կարող պարտադրել մեր պացիենտներին ամբողջ անել եւ մեզ մոտ չկա էլ ցավոք սրտի այդ ամբողջ շարքը, որը շատ կօգնի նաեւ ավելնորդ վիրահատություններից խուսափել։ Այո։ Հիմա թիրախային թերապիան շատ մեծ թափով զարգանում է։ Ես հիմա կուրս եմ անցնում մոլեկուլային օնկոլոգիայի մասին եւ ինչքան խորն է հետազոտված այդ ամեն ինչը, մենք շատերս նույնիսկ շատ բժիշկներ նույնիսկ դրան չեն տիրապետում, որովհետեւ շատ նոր դեղեր կան, որոնք որ շատ թանկ արժեն, որովհետեւ իրենց պատրաստման process-ը ինքն իրանով թանկ է, որովհետեւ շատ մեծ գումարներ են ներդրվել, որպեսզի այդ հետազոտությունները անցկացվեն եւ այդ թիրախային բուժումը target therapy կոչվածը կամ հիմա լավը որ մոնոկլոնալ հակամարմիններով բուժումը սկսում է քիչ պոպուլյար դառնալ Հայաստանում նաեւ, բայց դրա հետ համաձայն եմ տեսել, որ մենք իրականում շատ տեղ ունենք աճելու որպես թիրախային բուժումներ անող առողջապահական համակարգ, որպեսզի մինիմալ վնասով հասնենք։ Հիմա ամբողջ աշխարհը դրան է գնում։ Հուսամ մենք էլ կգնանք եւ դա շատ կարեւոր է։ Լավ, մենք այնպես արագ անցավ մեր ժամանակը, որ շատ քիչ ժամանակ ունենք, կուզեմ մեր վերջին հարցը տամ ու փակենք մեր հաղորդումը այսօրվա։ Եթե դուք գնայիք հետ հասնեիք երիտասարդ Էլենին Խնկոյան 6-րդ կուրսում, որ նոր ավարտել համալսարանը, ինչ 3 խորհուրդներ կտայիք իրեն եւ ինչ կփոխեիք, որը որ հիմա մտածում եք, որ արժեր փոխել այն ժամանակ։ Փոխելը ոչինչ չի փոխել, անկեղծ ասեմ, բայց խորհուրդ կտայի, որ ավելի շուտ սկսեր դուրս գնալ վերապատրաստումների։ Բոլոր երիտասարդ բժիշկների խորհուրդ եմ տալիս ավելի շուտ սկսել դուրս գնալ վերապատրաստվել, բայց հետ վերադառնալ եւ աշխատել Հայաստանում, այո։ Անձնական կյանքի հետ կապված չոր խորհուրդներ, որ անձնական կյանքի ընտանիքը ընդհանրապես ամենակարևորն է ինձ համար, անկեղծ դա իհարկե շատ լավ է, բարեբախտաբար ինձ մոտ դա երկուսը զուգահեռ պատշաճ իր տեղում է, բայց եւ տղաներին եւ աղջիկներին բոլոր մեր երիտասարդներին խորհուրդ կտամ, որ առաջինը իհարկե լավ ընտանիք ունենան, որովհետեւ ոչ մի բան ոչ մի մասնագիտություն, ոչ մի գումար եւ ոչ մի ընկերուհի չի փոխարինում քեզ քո ընտանիքին։ Երբեք ընտանիքի անդամները, քո հարազատները, քո բարեկամները, քո ծնողները դա ամենակարևորն է։ Շատ լավ։ Ու թող բոլորը լինեն առողջ։ Շատ լավ։ Սրանից գեղեցիկ ավարտ չենք կարող ունենալ։ Շատ շնորհակալ եմ ձեզ բժշկի ջան, որ եկաք մեզ մոտ։ Ես եմ շնորհակալ։ Ես փակեմ մեր հաղորդումը։ Դուք պարտադիր շարունակում եք հետևել մեզ բոլոր մեր սոցիալական հարթակներում, բաժանորդագրվում եք մեր ալիքին, զանգակի կոճակը սեղմում եք, մեկնաբանություններում գրում եք ձեր կարծիքը եւ տարածում եք տեսանյութերը, որպեսզի ավելի շատ երիտասարդներ տեսնեն մեր տեսանյութերը եւ դառնան լավ բժիշկ։ Ստեսություն։